Ալեքսանդր Արութինով, Մուրադի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսօր շատ մեծ անարդարություն է, մի հատ մեր հայրենակիցները դուրս են գալի այսօր պրոտեստի բաղով, որ ասում են 45 տարեկան բարձր իրավունք չունեն աշխատեն պետության Բախվել եք դուք նման խնդրի։ Հաջան։ Բախվել եք նման խնդրի։ Չէ, ուղղակի շատ մեծ խնդիր է, մենակ այդ աշխատանքային խնդիր չի, լիքը խնդիրներ է երկրում, վտանգի մեջ նա Հայաստան հետի մեկ, մյուսը ժողովուրդը աշխատանք չունի, էսի երկու, հետո կոմունալները թանկ ու կրակ են, մի հատ աղջիկ ասում է, որ աշխատանք չունենք, բանկի պարտքերը ոնց ծածկեն, էդ էլ ճիշտ է, համեմատեմ, բացած հետի այսօր Ռուսաստանը Գազպրոմ Արմենիա ձրի տալիս է Հայաստան էժան կոպեկներով գազը, մերոնքը կրկնակ ծախում են մեր ազգի վրա։ Դուք հիմա ինչու եք այստեղ։ Ամբողջ խնդրի, գլոբալ խնդրի համար եմ այստեղ մասնակցում եմ այդ մեր հայ ժողովրդի հետ։ Արցախցի է թե երևանցի է թե որտեղից է կապ չունի, մենք մի բուր ազգ ենք ու հայ ենք։ Երբևէ պետությունը ձեր խնդիրներին ինչ-որ լուծում չի առաջարկել։ Պետությունը դիմում եմ, ասում է բյուջետ 0 է, բյուջետ բան չկա, փող չկա բյուջետում, բա ուր է եթե փող չկա բյուջետում, ասում է լիքը բյուջետ է, միլիարդները ուր է։ Մեկ էլ հիմա բիզնես են անում դրանք։ Հիմա օգնության, փողի օգնության չեն դրամադրում։ Ասում է քարտ կտան, քարտի վրա փող կլինի փոխանցված, որ այդ քարտով կարաս հետաս մարկետ արուտուր անես, յանի ուզում են ժողովրդին խելք դաստիարակեն, որ յանի ամբաղ-զամբաղ ժողովուրդը ծախսում են։ Հիմա եթե ես սոված եմ, էլի ինչի պետք է ամբաղ-զամբաղ ծախսեմ։ Դուք ինձ տվեք սպասելիքներ ունեք դուք։ Այսօր ոչ մի լավ սպասելիք չունեմ այսօրվա կառավարության, բոլորը պետք է գնան հրաժարական տան, այսօր Գյումրի բան ոնց ասեմ, ֆալսիֆիկացիա արին ընտրությունը Գյումրիում։